Շատ օրհնյալ օր է այսօր, Աստված օրհնի բոլորիդ։ Այսօր իմ խոսքը ավելի շատ նման է մտորումների, քան պատգամի։ Մի քանի ժամանակ առաջ Աստվածաշունչը կարդալուց մի պատմություն էի կարդում, որ բոլորի շատ քաչ հայտնի է, թեկուզ sense մանկությունից։ Ու սկսեցի այդ պատմության վերաբերյալ շատ մտածել։ Մի քանի օր մենակ կարդում էի այդ պատմությունը ու մտածում։ Կարող շատ անգամներ հենց այդ մեկնությամբ լսել են կամ նույն մտքերն եք ունեցել, Աստված օրհնի, բայց ուղղակի ուզեցի, որ այնինչ այդ մտորումներն ունեցել եմ, այնինչ գրել եմ, այսօր կիսվեմ ձեր հետ։ Ավելի շատ իմ մտորումներն է։ Պատմությունը բոլորիս քաչ հայտնի դատավորած գրքից է, Սամսոնի մասին է։ Սամսոնի պատմությունը վստահ եմ բոլորս լավ գիտենք, ճանաչում ենք, շատ ենք լսել։ Ժամանակի առումով չենք կարդա ամբողջ պատմությունը, կարճ արագ ներկայացնեմ։ Գիտեք, Սամսոնը ուխտավոր էր, Աստծուց ընտրված, որ Իսրայելի ժողովրդին փղշտացիների ձեռքից ազատեր, քանի որ Իսրայելի ժողովուրդը Աստծուց հեռացել էր ու Աստված մատնել էր փղշտացիների ձեռքը։ Ու Աստված Սամսոնին բարձրացնում է որպես թե ֆիզիկապես ուժեղ, թե ուխտավոր, որպեսզի Իսրայելի ժողովրդին ազատի փղշտացիներից։ Գիտենք պատմության ավարտը, Սամսոնը վերջում իր ուղուց շեղվում է, կարելի ասել, բայց վերջում նորից զղջում է։ Երկու կերպարի մասին, որ հստակ ընդգծված է, ուզում եմ նայեմ մեր հետ համեմատած, ես հիմնականում 5 տակարանի պատմությունները կարդալիս փորձում եմ ամեն պատմության մեջ մեզ տեսնել ու կարծում եմ, որ հենց այդ նպատակով էլ գրվել է 5 տակարանը, Իսրայելի պատմությունը, գիտենք, որ Աստվածաշնչի մեջ է, այսինքն մեր համար է, ամեն պատմությունից կարող ենք մեր համար դասեր քաղել։ Սամսոնի պատմության մեջ երկու վառ կերպար, Սամսոնը եւ Դալիլան։ Սամսոնը եբրայերեն անվանում է, գալիս է Շիմշոն բառից, եբրայերեն, որը նշանակում է արմատը, արև, արևային, լույս բերող, արևի պես զորեղ։ Աստվածաշնչում Սամսոնը հայտնի է որպես Աստծո կողմից ընտրված մարդ, Աստծո ուխտավոր, ուժի եւ զորության խորհրդանիշ, եւ նրա ուժը կապված էր Աստծուն նվիրված լինելու մեջ։ Դալիլը անունը նույնպես եբրայերեն է, գալիս է դալ բառից եւ դալալ արմատից եբրայերեն։ Ինքը նշանակում է թույլ, նուրբ, փխրուն, նոսր, բայց արմատը հիմնականում գալիս է դալալը թարգմանաբար նշանակում է թուլացնող, նոսրացնող, ուժ խլող։ Եվ Աստվածաշնչում Դալիլան հայտնի է որպես այն կինը, որի միջոցով Սամսոնը կորցրեց իր ուժը։ Եվ ինչ դասեր կարող են քաղել այս կերպարներից։ Սամսոնը խորհրդանշում է մարդուն, ով ունի Աստծուց տրված շնորհ, ուժ, կարողություն, կոչում եւ նպատակ։ Շատերս կարծում ենք, թե Սամսոնի ուժը իր մազերի մեջ էր կամ մկանների մեջ, բայց մազերը միայն նշանն էին այդ ուժի եւ ուխտի մի մաս էր։ Իրական ուժը գալիս էր Աստծուն նվիրվածության, հնազանդության եւ հավատարմության մեջ։ Երբ Սամսոնը բացեց իր գաղտնիքը Դալիլայի առաջ, կարելի է ասել, նա ասեց. «Ես այլևս չեմ պահում իմ սահմանը Աստծո եւ մեղքի միջև»։ Դալիլան խորհրդանշում է այն ամենը, ինչ մեզ հեռացնում է Աստծուց՝ սովորություն, ցանկություն, գայթակղություն, ցանկության կապ, որը թվում է սիրելի, բայց վերջում դատարկում է։ Եվ Դալիլան Սամսոնին չհաղթեց ուժով, այլ առաջինը գայթակղությամբ, հարցերով, հետո ճնշմամբ եւ վստահություն շահելով։ Սամսոնը չկորցրեց ուժը միանգամից։ Նա այն կորցրեց, երբ բացեց այն, ինչ պետք էր պահեր Աստծո եւ իր միջև։ Երբ խաղաց մեղքի հետ մտածելով, որ կհաղթի մեղքին։ Դեռ ուժ ունեմ, մտածում էր, եւ վերջապես խոստովանենք, որ այդ խաղը կարելի ասել Սամսոնին հաճելի էր։ Եվ այստեղ էր, որ գալիս է այդ պատմության կարելի ասել կարևոր ու սարսափելի հատվածը, խոսքը, որ ասում է, եւ Սամսոնը արթնացավ ու չգիտեր, որ Տերը իրանից հեռացել է։ Պատմությունը գիտեք, Սամսոնը Դալիլային 3 անգամ խաբեց, Դալիլան ուզում էր իմանալ,
Սամսոնի ուժի գաղտնիքը, նրան իշխանավորները կարելի ասել կաշառել էին, փող էին տվել, մեր գումարով մոտավոր ես հաշվել եմ, նայել եմ ինտերնետով, մեր գումարով գալիս է մոտավոր 45-ից 55 հազար դոլար մեր ժամանակի։ Շատ մեծ գումար էին տվել, որտեվ Սամսոնից վախենում էին։ Ու Դալիլան 3 անգամ Սամսոնը խաբեց Դալիլային ու 3 անգամ էլ հաջողվեց խաբել Դալիլային։ Սամսոնը մտածում էր, որ միշտ այդպես կլինի։ Ու վերջի անգամ, երբ որ իր գաղտնիքը բացեց, ասում է Սամսոնը դուրս եկավ եւ ասեց դուրս գամ ու առաջի անգամների պես հաղթեմ, բայց չգիտեր, որ Տերը նրանից գնացել է։ Այսօր ես եւ դու Աստծո ուխտավորն ենք։ Ունենք Աստծոց մեզ տրված ուժ, զորություն, նպատակ ու վերջապես ուխտ ունենք Աստծո հետ։ Շատ ժամանակ մենք էլ ունեցել ենք բազում հաղթանակներ Սամսոնի նման։ Սամսոնը քանի անգամներ հաղթել էր փղշտացիներին։ Էշի ծնոտով 1000 փղշտացի էր սպանել, իրենց քաղաքի դարպասներն էր հանել, սարի վրա դրել։ Փղշտացիները Սամսոնից այնպես էին վախում, Սամսոնը դարել էր փղշտացիների համար, կարելի ասել պատուհաս։ Այնպես էին վախենում, ահ ու սարսափի մեջ էին, որ օր ու գիշեր մտածում էին, թե Սամսոնին ոնց վերացնեն։ Սամսոնը հաղթություններից հետո շատ ինքնավստահ էր, հաղթական ու ուրախ, կարծում էր, որ միշտ այդ ուժը իր հետ է։ Տերը իր հետ էր ու ամեն բան շատ լավ էր։ Հոգևոր աշխարհում հարցեր ենք լուծում շատ ժամանակ մեր աղոթքով, մարդկանց ավետարանում ենք ու մարդիկ են փրկվում, շատ ժամանակ ամեն առումով հաղթությունների մեջ ենք ու այս պահին շատ տեղին է հիշել Պետրոս առաքյալի խոսքը, առաջի Պետրոս 5:8, որ ասում է. «Սթափ եղեք, գոն եղեք, որտեղ ձեր հակառակորդը Սատանան մռնչացող առյուծի պես շրջում է, որոնելով թե ում կուլ տա»։ Սատանան քնած չի։ Սամսոնի քայլերից հասկանում ենք, որ նա շատ վստահ էր իր վրա, թե հաստատ կանգնած է, բայց խոսքը հիշում ենք, որ ասում է, ով հաստատ կանգնած է, թող զգույշ լինի։ Սամսոնը գայթակղվեց եւ սկսեց խաղալ մեղքի հետ, վստահ լինելով, թե կխաբի մեղքին։ Դա մեծ մոլորություն էր։ Մեղքը չի գալիս աղմուկով, այն գալիս է հարմարավետությամբ։ Մեղքը միշտ սկսում է փոքր զիջումներից։ Մարդը մտածում է, մի քիչ կարելի է, վտանգ չկա։ Օրինակ, խաբեությունն է սկսվում է մի փոքր ստից։ Բամբասանքն է սկսվում է մի փոքր խոսքից։ Շնությունը սկսվում է մի փոքր հայացքից։ Հպարտությունը սկսվում է մի փոքր հաղթություններից։ Նախանձը սկսվում է մի փոքր ցանկությունից, օրինակ լավ ունենալու։ Հարբեցողությունը սկսվում է մի փոքր մի բաժակից, մի բաժակն ինձ ինչ կանի, օրինակ։ Կախվածությունը սկսվում է օրինակ մեր հեռախոսներից։ Մի քիչ երկար մնանք, ինչ կլինի, ոչ մի բան։ Սկզբում Դալիլան չխլեց ուժը, նա սկզբի համար գայթակղեց, հետո հարցնում էր Սամսոնին, հետո ճնշում էր, իսկ հետո արդեն գցեց իր թակարդը։ Եվ մի օր արթնանալուց Սամսոնը հասկացավ, որ Տերը իր հետ չէ։ Մենք շատ ժամանակ այնքան վստահ ենք, որ կհաղթենք մեղքին ու այն առաջի անգամների պես Սամսոնի նման ասում դուրս կգանք ու կհաղթենք փղշտացիներին։ Այնքան ենք վստահում Դալիլաներին, որ հավատում ենք ու մեր գլուխը դնում ենք Դալիլայի ծնկերի վրա ու քնում։ Ասում է Սամսոնը իր գլուխը դրեց Դալիլայի ծնկների վրա ու քնեց եւ նրա մազերը Դալիլան ոնց որ կտրեց ու իր ուժը գնացել էր։ Սա ամենավտանգավոր վիճակն է մարդու կյանքում, երբ թվում է, որ ամեն ինչ նորմալ է, բայց Աստծո ներկայությունը այլևս չկա։ Երբ Սամսոնը արթնացավ, նույն ձև մենք էլ շատ ժամանակ արթնանում ենք ու գիտենք, թե Տերը մեր հետ է, բայց Աստված արդեն գնացել է։ Ու սա շատ վտանգավոր ու կարելի ասել մարդու համար ամենացավալի վիճակն է։ Այդ հատվածը կուզեմ կարդամ Դատավորաց 16:18 խոսքից։
Եվ երբ որ Դալիլան տեսավ, որ նա իր սրտի մեջ բոլոր եղածը իրեն հայտնեց, փղշտացիների նախարարներին կանչել տվեց եւ ասեց. այս անգամ վեր եկեք, որովհետեւ իր սրտի մեջ բոլոր եղածն ինձ հայտնել է։ Այն ժամանակ փղշտացի նախարարները նրա մոտ վեր գնացին եւ արծաթն էլ իրենց ձեռքին բերին։ Եվ Դալիլան նրան իր ծունկների վրա քնեցրեց եւ մի մարդ կանչեց եւ նրա գլուխը 7 բաժին մազերը ածելել տվեց եւ սկսեց նրան տկարացնել եւ նրա ուժը իրենից գնացել էր։ Եվ կինը ասեց. Սամսոն, փղշտացիները քեզ վրա եկան։ Եվ նա քնից զարթնելով ասեց. դուրս գամ եւ առաջի անգամների պես թոթափեմ, բայց չգիտեր, որ Տերն իրենից գնացել էր։ Եվ փղշտացիները նրան բռնեցին եւ նրա աչքերը հանեցին եւ նրան տարան ցած գազը եւ ոտնակապերը կապեցին եւ բանտում աղում էր։ Շատ ցավալի պատմություն է այդ հատվածը։ Մի Աստծո մարդ գրել էր, այս խոսքերը ինտերնետից եմ տեսել, բայց շատ ակպեղ սրտիս։ Ասում եմ, մեղքը ձեզ կհասցնի ավելի հեռու, քան դուք կցանկանայիք գնալ։ Կտանի ձեզ ավելի երկար, քան դուք կցանկանայիք մնալ, եւ կարժենա ձեր վրա ավելի թանկ, քան դուք կարծում եք, որ պետք է վճարեք։ Մեղքի հետ խաղալը շատ վտանգավոր է, շատ ժամանակ մեզ կարող է, ելի եմ ասում, թվա թե մենք հաղթողներ ենք, մեր համար մի փոքր ինչ կարա անի, բայց շատ զգուշ պետք է լինենք, որովհետև մեղքի հետ խաղալը մեզի կտանի կործանման, լավ բանի չի տանի։ Բայց խոսքս չի ուզի ես տխուր նոտայով ավարտել, քանի որ պատմությունն էլ այդպես չի ավարտվում։ Հույս կա, այս խոսքը ամփոփելով կարող ենք նաև հասկանալ, որ այս մտորումները, այս պատգամը նաև հույսի պատգամ է։ Դատավորաց 16-28 խոսքից արդեն կարող ենք կարդալ, որ ժամանակի առումով լավ չկարդանք, պատմությունը լավ գիտեք, Սամսոնը վերջի պահին, երբ որ արդեն իր մազերը աճում էր, նշան էր դա արդեն, որ Աստված դեռ իրեն չի թողել, կարելի ասել։ Աղաչում է, աղոթում է, ասում է Տեր Աստված ինձ վերջի անգամ ուժ տուր կներեք, որպեսզի կարողանամ վրեժը առնել ու տանսյունները, որին կապել էին տոնակատարության ժամանակ, նա պոկում է ու ինքն էլ փղշտացիների հետ զոհվում է, ասում ավելի շատ փղշտացի սպանեց, քան իր ամբողջ կյանքի ընթացքում։ Մեր Տեր Աստված մեզ մենակ չի թողնում ու անգամ այս դեպքում էլ շարունակում է սիրել ու հնարավորություն տալ, եթե անկեղծ զղջում եւ ապաշխարություն կա։ Եթե անգամ նույնիսկ հայտնվել ենք այս իրավիճակում կամ այս վիճակից արդեն այդ շեմին ենք, պետք չի ընկճվել, ապաշխարությունը նոր սկիզբ է ամեն ինչի։ Տերը կատարյալների չի փնտրում, այլ փնտրում է վերադարձողներին։ Սամսոնը էլ առաջվանը չեղավ զղջումից հետո, գիտենք, քանի որ նա իր անձը կորցրեց, ապաշխարեց, բայց քանի որ մենք էլ չգնանք այդ վերջի քայլին, որ ասենց կարելի ասել մազապուրս լինենք վերջի պահին, այսօր կարանք այդ ամեն ինչից հետ կանգնենք։ Մենք այսօր Աստծո հետ ուխտի մեջ ենք ու գործ ունենք անելու։ Աստված մեզ գործա վստահ է, մենք Աստծո ուխտավորներ ենք ու ունենք կոչում նպատակ, որ պետք է մենակ այդ կոչման ու նպատակի հետևից գնանք ու մեր չնայենք մեր հաղթանակներին շատ ու փորձենք այդ հաղթանակների վրա հենվելով փորձենք փոքր գայթակղությունների կամ մի քիչ մեղքից ոչինչ բան չի անի, այդ մի փոքրը կարող է տանի մեզ մեծ կործանման։ Ուղղակի չխաղանք մեղքի հետ, այլ ուղղակի մեղքից հեռու լինենք, չփորձենք մոտենալ մեղքին ու հավատում ենք, որ մեր մեջ զորացնող Աստված կա, մենք մենակով մեղքին չենք կարող հաղթել։ Մեր մեջ Քրիստոս կա, որ Քրիստոսին նմանվելով, Քրիստոսի հետ քայլելով մենակ կարանք մեղքին հաղթող լինենք։ Աստծուն կարող ենք հաճելի լինել, շատ անգամ եմ ասել այստեղից, մենակ Քրիստոսին նմանվելով ու Քրիստոսի հետ քայլելով, քանի որ մարդը իզորու չի մարմնի ցանկություններին մենակով հաղթելու։ Հոգով պետք է գնանք, որ մարմնի ցանկությունները չկատարենք։ Խնդրենք այսօր, կարող ենք անել ոտքի, աղոթքով խնդրենք Աստծուն, որ այսօր զորացնի ու կարողանանք հոգով քայլել, որ այս մարմնի մի փոքր ցանկությունների նույնիսկ չտրվենք։ Գոհանում ենք քեզանից Տեր ջան, այսօրվա համար շնորհակալ ենք այս հնարավորության համար իմ Աստված։ Խնդրում ենք սիրելի Սուրբ Հոգի, որ զորացնես մեզ, մեր հետ լինես ամեն ժամանակ, հանդիմանես մեզ մեղքի համար։ Ամեն փոքր զիջումներից Տեր, դու մեզ հեռու պահես, մեր հետ քայլես ու մեզ զորացնես, որպեսզի քեզանով գնանք, սիրելի Սուրբ Հոգի, հոգով քայլենք, որ մարմնի ցանկություններին դեմ կանգնենք։
զորացրու, մենք վստահում ենք քեզ, մենք հանձնվում ենք քեզ ու խնդրում ենք, որ դու առաջնորդես մեզ մեր նպատակի ու մեր կոչման հետևից, որպեսզի մեր ուխտը զանց չանենք, Տեր իմ Աստված, այլ միջև վերջ քեզ հավատարիմ հետևենք, Տեր ջան։ Ու խոստանում ենք, որ ամբողջ փառքը, պատիվը եւ մեծարանքը կտանք քեզ, քո սուրբ անվանը։ Աղոթեցինք քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։